Հարցում են անում աղքատ կամ ձախողված մարդկանց կյանքում տեսնում են, որ այդ ամենը ոչ թե ձախողման կամ ֆինանս չլինելու, այլ նորից անհայրության կամ ճիշտ հոր բացակայության հետևանք է։ Փաստորեն հասարակության մեջ եղած այս բոլոր վատ բաները հետևանք են անհայրության։ Պետությունները մեծ ֆինանսներ են ծախսում եւ կառուցում են վատ հայրերի համար բանտեր, որպեսզի նրանց կարողանան առանձնացնեն, մեկուսացնեն։ Պետությունները ֆինանսներ են ծախսում ոստիկաններ կրթելով եւ նրանց վարձատրում են, որպեսզի կանխեն կամ ձերբակալեն վատ հայրերին։ Սակայն պետությունը գրեթե ոչինչ չի ծախսում, որպեսզի կրթի լավ հայրեր։ Գիտեք, հարցը նա է, որ կան ընտանիքներ, որտեղ հայրը մահացել է, եւ մայրն է վերցնում եւ ստանձնում ընտանիքի դաստիարակությունը եւ նա հաջողվում է։ Սակայն ցավալի է, երբ հայրը տանն է, սակայն չի հանդիսանում ճիշտ օրինակ ընտանիքի համար։ Հայրերն են բնավորություն փոխանցում։ Հայրերն են սովորություն փոխանցում իրենց զավակների կյանքում։ Նրանք ամենամեծ ներդրումն են ունենում, որովհետեւ նրանք հանդիսանում են օրինակ երեխաների համար։ Եվ երեխաները դառնում են այն, ինչ որ տեսնում եւ սովորում են իրենց հայրերից։ Հայրերն են սեր փոխանցում։ Հայրերն են դարձնում երեխաներին ճիշտ լավը կամ վատը։ Ասում են, կրկնակի դժբախտ են այն կանայք, ովքեր ունեն վատ հայր եւ ամուսնանում են նրա հետ, ով ունեցել է վատ հայր։ Թիներ կուզենային խոսեին այլ կերպ, քան իրենց հայրերն են խոսել, սակայն նրանք խոսում են այն կերպ, ինչպես իրենց հայրերը։ Շատ որդիներ կուզենային լինեին ու դառնային ուրիշ կերպ, քան իրենց հայրերը, բայց նրանք անկախ ամեն ինչից դառնում են իրենց հոր նման։ Հայրեր, իմացեք, ձեր որդիները ձեզ փոխանցում են իրենց սերունդների մեջ։ Հոր դերը, հոր նշանակությունը այնքան կարևոր է։ Իսկ ո՞րն է լուծումը։ Աստվածաշունչ ունի լուծում։ Հիսուսը իր երկավոր ժամանակ ասեց. «Ես գնում եմ ձեր հոր մոտ եւ իմ հոր մոտ։ Ես գնում եմ ձեր Աստծո մոտ եւ իմ Աստծո մոտ»։ Հիսուսը երկրի վրա եղած ժամանակ ներկայացրեց ճիշտ հորը եւ դա Աստված էր։ Ինչի համար, որպեսզի մենք ճիշտ հոր օրինակը մեր առջև ունենանք Աստծուն։ Կապ չունի դու ինչպիսի հայր ես ունեցել, ինչպիսի ժառանգություն է քեզ թողվել։ Դու կարող ես նայել Աստվածաշնչին, որտեղ Աստվածաշունչը լուծում է տալի։ Եվ քեզ համար կարող է հանդիսանալ ճիշտ օրինակը հոր Հայր Աստված, որ նրանից սովորես եւ փոխանցես քո սերունդերին ճիշտ հոր օրինակը։ Թող Աստված օգնական լինի քեզ։ Աստվածաշունչը լուծում ունի մեր յուրաքանչյուրի համար եւ Աստված զորություն ունի փոխելու մարդու ներկան եւ կերտելու